Իրականում շատ դժվար է հստակ գնահատականներ տալ, որովհետև ըստ էության այս պայծրությամբ ընդհանրապես մեկ հանդիպում է դեռ կայացել եւ հաջորդ հանդիպումը տեղնունենալու վաղը, բայց անգամ այս հանդիպման պայմաններում մենք ունենք շատ ինֆորմացիա քննարկումների բովանդակության մասին, կողմերի ներկուլիսային, այսպես քննարկումների մասին ու այս առումով դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ հարցերի են անդրադարձել, կողմերից յուրաքանչյուրը ինչ զիջումների է պատրաստ գնալ, այն ինչ հռետորաբանության մակարդակում եւ հրապարակային մակարդակում հայտարարվել է, պարզ է եւ շարունակում է նույնը մնալ երկու կողմերի դեպքում, այսինքն Իրանի դեպքում շարունակում է նույնը մնալ այն, որ իրանական կողմը հայտարարում է, որ պատրաստ են քննարկել միայն միջուկային հարցը եւ պատրաստ են միայն այս ուղղությամբ որոշակի զիջումների գնալ, բայց իրենց որոշ իրավունքների պահպանման, այդ թվում Ուրանի հարստացման իրավունքի պահպանում եւ այլն։ Իսկ մյուս կողմից էլ փաստացի պնդումները շարունակում են մնալ ավելի ընդլայնված ու ընդգրկում, այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի քննարկման ցանկություն կա ու նաև այլ գործունեության ու այս պայմաններում դեռ մեզ համար հասկանալի չէ, թե գետնի վրա է հենց բանակցությունների սեղանին կոնկրետ ինչն է քննարկվում եւ ինչ հետագա ընթացք կունենա այս հանդիպումները, որովհետև ըստ էության նման հակադիր պահանջների դեպքում շատ դժվար է պատկերացնել, թե կողմերը ինչպես են ինչ-որ համաձայնության գալու։ Այս ամենը էլի զուգորդվում է նրանով, որ կան շարունակական սպառնալիքներ, օրինակ տեղի ունենում Իսրայելի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի հանդիպում, ըստ էության, այսինքն բոլոր տարբերակները շարունակում են քննարկվել։ Տեսեք, Տիկին Վարդանյան, ԱՄՆ-Իրան բանակցություններին ընդառաջ նախորդ շաբաթ Բենյամին Նեթանյահուն մեկնել էր ԱՄՆ եւ այնտեղ հանդիպել Թրամփի հետ։ Ու այնպես է ստացվում, որ ըստ վերլուծաբանների Բիբին մի փոքր ավելի վաղ է գնացել Սպիտակ տուն նախատեսվածից շուտ եւ այս ամենը վկայում էր, որ Իրան-ԱՄՆ ընթացող բանակցությունները, որոշակի չափով այնքան էլ դուր չեն գալիս Բիբին, հիմնականում բովանդակության մասով։ Իսրայելը ինչ վախեր կարող է ունենալ եւ այսօր Բիբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է Թեհրանի հետ ցանկացած միջուկային գործարքի շրջանակներում պահանջի, որ Իրանը հրաժարվի իր ողջ հարստացված ուրանից եւ զրկվի հետագայում այն հարստացնելու հնարավորությունից։ Այս դեպքում, Բիբիի այցը, այս հայտարարությունները, Իրան-ԱՄՆ հնարավոր հանդիպման ժամանակ քննարկվող թեմաները, որ զուգորդում ենք, դնում ենք իրար կողմ, ինչ ենք հասկանում։ Տեսեք, ինչպես նախկինում, այնպես էլ այս փուլում բնականաբար Իսրայելի շահերից չի բխում Իրանի նկատմամբ քաղաքականության մեղմացումը նահանգների կողմից, եւ միաժամանակ Իսրայելի շահերից չի բխում, որ Իրանը որոշակի առաջընթաց ունենա միջուկային ոլորտում ու ըստ էության հենց այդ պատճառով էլ տեղի ունեցավ նախորդ տարվա հունիսյան պատերազմը, երբ հարձակում եղավ Իրանի վրա, Իրանի միջուկային օբյեկտները խոցվեցին եւ փաստացի այն քաղաքականությունը, որ այսօր իրականացնում է Իսրայելը, այդ ամենի շարունակությունը եւ փորձ է կատարվում առհասարակ վերացնել այն հավանականությունը, որ Իրանը կարող է միջուկային ոլորտում որևէ գործունեություն ծավալել եւ ընդհանուր միջև առհասարակ ուրան հարստացնել։ Սա բնականաբար Իսրայելի ցանկությունների թվում է, ինչը Իրանի կողմից կտրականապես մերժվել է եւ հենց նույն բանակցությունների համատեքստում եւս Իրանը շեշտել է, որ ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ։ Իրանը պատրաստ է նվազեցնել հարստացման մակարդակը, բայց պատրաստ չէ չհարստացնել ուրան, այսինքն այստեղ էլի հանդիպում են հակադիր պահանջների, բայց մյուս կողմից եթե անդրադառնանք Նեթանյահուի այցին, այդ այցից հետո կար հետաքրքիր այսպես հայտարարություն Դոնալդ Թրամփից առայն, որ եթե Իրանի հետ հաջողվի գործարքի հասնել, ապա նա կհամոզի Նեթանյահուին, որ դա ավելի նախընտրելի տարբերակ է, այսինքն դիվանագիտական ճանապարհը ավելի նախընտրելի տարբերակ կլինի, եթե հնարավոր լինի այդ համաձայնությունը հասնել։ Բայց այդտեղ մենք էլի պետք է արձանագրենք, որ առհասարակ միայն այդ հայտարարությունը շատ քիչ է ինչ-որ պնդումներ անելու եւ եզրակացություններ
անելու համար, որովհետև անդադ հաջորդում են հակասական հայտարարություններ։ Օրինակ այդ հայտարարությունից հետո Թրամփի կողմից եղել հայտարարություն, որ Իրանի ռեժիմի փոփոխությունը ամենալավ բանն է, որ կարող է լինել։ Այսինքն այս առումով հակասական հայտարարությունները, գործողությունները շարունակվում են ու չկա որևէ փաստ երաշխիք, որ անգամ այս բանակցությունների արկայությունը կարող է դրական ընթացք ունենալ ու հանգեցնել հստակ համաձայնության, հստակ պայմանավորվածությունների ու վերացնել Իրանի շուրջ լարվածությունը։ Այսինքն բանակցությունների արկայությունը արդեն իսկ դրական է, բայց չկա ոչ մի երաշխիք, որ դա դրական ընթացք ու հաջողություն կունենա։